Մարիամ ջան, ականատես ես եղել դեպքին, կասես ինչ օրինական պահանջ են ոստիկանները ձերբակալելուց ներկայացրել։ Ուրեմն մինչ այդ ոստիկանների պահանջը պետք է անպայման շեշտել քրեական ոստիկանությունը, որ մոտեկացավ մեզ, ով մեզ հետապնդում էր հենց գրասենյակից, նրանք ոչ մի ձևով չներկայացրեցին իրենց պաշտոնը, միայն ասեցին, որ իրենց անունը Գևորգ է եւ մենք ցույց չտա, որ դուք բաժանեք առանց որևէ օրինական հիմք ունենալու, քանի որ մարտի 1-ի հանրահավաքը, ինչպես գիտենք, արտոնված է։ Նրանք մեղադրեցին, որ Սերժ Սարգսյանի նկարով է դա իրազեկումը կատարվում եւ մենք իրավունք չունենք, սակայն դա սխալ մոտեցում է, որովհետեւ մենք դա լիովին քաղաքացու իրավունքն է եւ մենք որևէ օրենքի խախտում թույլ չենք տվել, օրենքի խախտում նրանք են թույլ տվել, երբ որ փորձել են մեզ հրել, խփելով մեր ձեռքից գողանալ այդ թռուցիկները։ Խփելով, այսինքն նրանք բռնություն են գործադրել։ Այո, ես իմ աչքով տեսել եմ, թե ոնց են գործադրվել հարվածներ ու առաջին նրանց կողմից է միշտ հարձակվում։ Մենք փորձում ենք հանդարտեցնել, անգամ մտանք խանութ, որպեսզի իրավիճակը մի քիչ հանդարտանա, որպեսզի շարունակենք մեր ակցիան, բայց միևնույնն է դա նրանց չկանգնեցրեց։ Այ ինչ խոսակցություններ կան, որ Անի Գևորգյանին ձերբակալելուց ապտակել են եւ այլն։ Արդյոք համապատասխանում են իրականությանը։ Ես չեմ բացառում, որ հնարավոր է այդպիսի բան եղած լինի, որովհետեւ ես ինքս փորձել եմ հեռախոսով, այսինքն ես հեռախոսով տեսանկարահանել եմ, իմ ձեռքից նույնպես փորձել են խլել հեռախոսը, սակայն դա նրանց չի հաջողվել, ինչպես նաեւ թռուցիկները, այսինքն չի բացառում, որ հնարավոր է այդպես։ Իսկ ինչ ասեցին, գործը հարուցվելու թե ընդամենը 3 ժամ պահելու են եւ ազատ արձակել։ Այստեղից հիմա տեղեկություն չունեմ այդ մասին, թե ինչ է կատարվում ներսում։ Կոնկրետ ոստիկանները ձերբակալուց ոչինչ չեն ասել, ուղղակի ձերբակալել են էլի հետնշտերով։ Ոստիկանական համազգեստով էին, թե քաղաքացիական հագուստով էին ձեզ հետապնդողները։ Մեզ հետապնդողները քաղաքացիական հագուստով էին, ովքեր մեզ չեն ներկայացել։ Իսկ ձերբակալողներն արդեն ձերբակալողները արդեն ոստիկանությունը եկավ Վարդան Գևորգյանի գլխավորությամբ։ Միայն ոստիկանությունը չի, ասեք իշխանության նաև հանրապետական կուսակցության երիտասարդական թե, որովհետև այսօրվա ձերբակալելու առիթը տվել են մարդիկ, ովքեր եկել խանգարել են, եւ այդ մարդկանց մեջ մեր ընկերները ճանաչել են Տվյալական գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ, այսինքն սա միայն ոստիկանների չի։ Եվ հրահրել են նրանք, հետագայում ոստիկանները եկել են եւ փորձ բաժանելու ժամանակ իրենց պահվածքը արդեն հարիր չի եղել եւ համապատասխան չի եղել պահվածքին, որոնք ունեցել են մեր երիտասարդները կամ մարդիկ, ովքեր թռուցիկներ են բաժանում։ Այսինքն բոլոր դեպքերում մենք հաշվի առնենք, որ գոյություն ունենք նույն համակարգի հետ, որը ցանկացած ձևով լինի ոստիկանություն, լինի իշխանության որևէ թևի ներկայացուցիչ, իրենք պահել են այնպես, ինչպես որ իրենց հրաման են տալիս։ Հրաման լինելն է, որպեսզի չթույլատրենք մենք մարտի 1-ին ունենանք հզոր, այսպես կազմակերպված հանրահավաք, որի ժամանակ խոսենք նաև իշխանության քայլերի մասին։ Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ խուլիգանություն անելու կասկածանքով են բերման ենթարկվել։ Ըստ ձեզ 3 ժամ հետո երիտասարդներին բաց կթողեն, թե հետագայում նաև քրեական գործ։ Ես չեմ ուզում կանխագուշակել, որտեղ ոստիկանության գործողությունները գուշակելի չի, բայց խուլիգանության կարգավարկածի փորձով հիմա կարող են ձեզ այստեղից տանել։ Ինձ համար դա է անհասկանալի։ Ես չեմ կարծում, որ իմ ընկերները, ովքեր զբաղվել են թռուցիկ բաժանելու, նրանք խուլիգանության անելու որևէ ցանկություն ունեն կամ այդպիսի մարդիկ են։ Ես իրանց շատ լավ գիտեն իրենք, որ Հայազգային կոնգրեսի որևէ ներկայացուցիչ խուլիգան չի եւ խուլիգանության փորձ չի անի։ Հայազգային կոնգրեսի ցանկացած ներկայացուցիչ ինքը նախ օրենք է շիրում եւ օրինապահ մարդիկ ենք մենք։ Պարոն Խաչատյան, ասացին, որ բռնություն է եղել, հա, ոստիկանների կողմից։ Դուք հետագայում ընթացք տալու եք այս գործին։ Հիմա դրանով կզբաղվենք, որովհետեւ այն մարդիկ, ովքեր եղել են ներկա, բացի որոնք չեն գտնում այս պահի ոստիկանությունում, իրենք պատմեցին, որ իսկապես ոստիկանության գործողությունները ադեկվատ չեն եղել։ Ես նորից եմ կրկնում, մենք հանցագործներ չենք, մենք օրենք խախտողներ չենք, մենք խուլիգանություն անող չենք, մենք հակառակն ենք, բոլորին կարգի հրավիրող ենք։ Եվ ես համոզված եմ, եթե ոստիկանների պահանջները հստակ ձևակերպվեր, այսինքն մեր իմ ընկերները խախտել են օրենքներ եւ կարդացել, որ դուք խախտում եք այս օրենքը հրավիրում եք, մենք ինքներս կգայինք, այդում նաեւ ես իրենց փոխարեն։ Բայց հասկանում եմ, որ սա մի նպատակ ունի, որպեսզի մեզ փորձեն վախեցնել ամենայն հավանականությամբ կամ գիտեք ինչ կա ցույց տան, որ այսօրվա իշխանությունը մենք ենք, կարող են անել, կարող են ցույց տալ, բայց մեր վախը ոնց որ չափված է, մենք գտնում ենք մի երկրում, որը մերն է, չգիտեմ ինչքանով է իրանցը։ Այսինքն նման գործողություններով, այսպես ասած, նրանք փորձում են խոչընդոտել մարտի 1-ին կայանալիք հավաքը։ Իհարկե, այն նույն դեպքը, որտեղ երևնես 3 առաջ օրը գիշերվա այդ ակցիան եւ ոստիկանական մեծ ուժերով երիտասարդներին, ովքեր պատրաստվում էին, ասենք, չգիտեմ, պատրաստվում էին, դեռևս բարձ չդական էին, թե ոչ, տրաֆարետներով, Սերժ Սարգսյանի նկարները պատերին կամ ինչ որ միտեղ, չգիտեմ, այդ պատրվակով բերել էին։ Այսինքն կատարած հանցագործությունը հանցագործների փոխանակ բռնելու ինչ որ պատրվակ
խուլիգանության փորձ կամ հանցագործություն անելու փորձի ժամանակ բռնում են։ Շնորհակալություն։ Հա, բոլորին հիմա կթողնեն։ Ճշտել ենք, որ սադրիչների շնորհիվ եղել ես, հետևել են երկար ժամանակ ագրոհամալսարանի գյուղի սիրտի ուսանողական խորհրդից են, իրենց աշխատողներից են, այսինքն նպատակային սադրել են, որ այս գործը արվի, այսքան բան։ Իրանք էլ են բերման ենթարկված։ Հա, իրենք էլ են բերման ենթարկված։ Հիմա բոլորին բնականաբար թողնեն, տալիս են իրերը, ոչ մի կամերա, ոչ մի ման կորուս չունի։ Դա փաստորեն սարքն երկրորդ դեպքն է, մի անգամ տեղի։ Դա ինձ թվում է իշխանությունները ուղղակի մեզնից ավելի լուրջ մարտի 1-ին են պատրաստվում, գիտեն, որ դժգոհությունը սահման չունի, ժողովուրդը կատաղած է ցանկացած սոցիալական լարվածության հիմքի, գազի, չգիտեմ, թոշակների, որոտանի խնդիր հազար ծով հարցեր են, եւ ժողովուրդը կատաղած է ուղղակի։ Իշխանությունն էլ փորձում է իր մեթոդներով այնպես անել, որ ժողովուրդը չհավաքվի։ Սա է։ Բնականաբար խնդիրը իրավական չի, բնականաբար մերոնք ոչ մի խախտում չեն արել, ընդհանրապես տեղեկացվածություն են անում, տեղեկություն են տարածում միտինգի մասին, այդքան բան։ Եվ բոլորը գիտեն սա։ Այսինքն խնդիրը այս շենքում չի, խնդիրը ուրիշ շենքում է։ Ուրիշ տեղից է հրահանգը, սադրիչներ ուրիշ տեղից են կարգավորվում, հրահանգվում, բոլորիս համար պարզ է։ Եվ սա գնահատում եք ճնշումներ դեր կանչվել։ Ես դա գնահատում եմ իրենց կողմից սխալ քայլ, որովհետև դա ամենևին չի պակասեցնելու ցանկությունը, որ գնալու ենք հանրահավաքի, ընդհակառակը ժողովուրդը տեսնում է իրականությունը եւ մարտի 1-ի միտինգը կայանալու է, մարտի 1-ի խնդիրները, որ մենք դրել ենք, կայանալու են։ Այսքան դժվար հարց եք տալիս։ Եկեք մարտի 1-ի մեր հանրահավաքին կտեսնենք հետո ինչ կլինի։ Հիմա բոլորին տալիս են իրենց իրերը եւ բոլորը հիմա դուրս կգան։ Ինչ արդյունավետություն։ Մերոնք ոչ մեկը ոչ մի չի գրել։ Ոչ մեկը ոչ մի բան։ Ոչ մեկը ոչ մի բան։ Փորձում են խոչընդոտել մարտի 1-ից առաջ, այո, փորձում են կանխարգելիչ բաներ անել, որը հակառակ էֆեկտ է տալիս։ Այսինքն միայն մարտի 1-ի ակցիան խոչընդոտելու, ոչ թե այլ գործունեություններ հակին կոնկրետ։ Չէ, ես կարծում եմ կոնկրետ մարտի 1-ը։ Թիրախը մարտի 1-ը։ Բայց կրկնում եմ հակառակ էֆեկտ է տալիս, որովհետև մերոնք այնքան զգուշ են, որ ոչ կռվի են գնում, ոչ հայհոյում են, ոչ սադրանքի են գնում, իրանք խելոք իրանք գործն են անում։ Ընդ որում այնպես է եղել, որ իրենք փորձել են խուսափեն երկար ժամանակ։ Տեսել են, որ իրենց հետևում են, երկար ժամանակ խուսափել են, որ հանդիքում չլինի։ Նույնիսկ փորձել են լինել մարդաշատ վայրերում, որ մարդիկ շրջապատում լինեն, որ իրենք բախումների չգնա։ Այսինքն մերոնք անընդհատ փորձել են խուսափել բախումներից, բայց նրանք նպատակային այդ ուսանողական ջահելներով նպատակային հետևել են սադրելու համար։ Մարտի 1-ի դեպքի ժամանակ արդեն վախեցություն չկա, որ ոստիկանությունը եւ իշխանությունները Եթե մենք վախեցող լինենք, որ այդ բան չենք անում, մենք ոչ մի չենք վախենում, մենք մեր երկրի օրենքներով ուզում ենք մեր գործը իրականացնել։ Մենք ընդդիմադիր ենք եւ ընդդիմադիրին հարիր մեր օրենսդրությամբ ցանկացած գործողության իրավունք ունենք։ Ցանկացած, որ օրենքների մեջ է եւ մենք խնդիր ենք լուծում։ Լուրջ խնդիր, հասարակությունը ակտիվացնելու, վերջում իշխանականության հասնելու։ Լավ, այսքանը ժողովուրդ ջան, հերիք էր։